Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր մեր հյուրն է Եվրոպայի հայերի միության Իսպանիայի մասնաճյուղի ղեկավար, Հայք միության հիմնադիր ղեկավար Հայկ Եղիազարյանը։ Ողջույն Հայկ։ Ողջույն Անիչ։ Շնորհակալ ենք հրավերն ընդունելու համար։ Կասես Հայկ, որտեղից ես ծնունդով, մի քիչ քո մասին, ինչ մասնագիտություն ունես եւ ինչպես հայտնվեցիր Բարսելոնայում։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար, Անի ջան։ Ես ծնունդով Էջմիածնից եմ, Սուրբ քաղաքից։ Մասնագիտությամբ պարուսույց, որ արդեն մոտ 30 տարի է դասավանդում եմ։ Ինչու հենց Բարսելոնա։ 2005 թվականին, երբ որ փոփոխություններ եղավ մեր քաղաքում, ես ստիպված պետք է դուրս գայի, ճիշտը դա էր ու այդ պատճառով հայտնվեցի ես Բարսելոնայում։ Երևի արագ արձագանքը ստացած տեղից իմ ընկերներից, ստացվեց, որ եկա Բարսելոնա, որի համար չեմ փոշմանել։ Ինչպես ծնվեց Հայք ասոցիացիան ստեղծելու գաղափարը եւ իհարկե պարային համույթի ստեղծման գաղափարը։ Դա շատ մի քիչ երկար պատմություն է, շատ հեռվից է գալի, երբ որ ես եկա այստեղ, ինձ հույս չեն տալի, որ պարարվեստով զբաղվել, չգիտեմ, մշակույթ, մի քիչ այդպես հուսախապ էին անում, բայց ես մի քիչ կներեք բառից համար պրինցիպիալնի մարդ եմ, իմ ուզածին պետք է հասնեմ անպայման ու ես ինքնուրույն սկսեցի փնտրտուքներ, բաներ անել եւ կտա մի միություն, ես հիմա ոչ մի միությունների անուններ չեմ տամ, հետ աշխատել եմ, բնականաբար շատերի հետ եմ աշխատել։ Հիմնվեց այն ժամանակ մի բարի խումբ, որ սկսեցինք 2006 թե 7 թվականներ, այնտեղ դասավանդել երեխաներին, ունեցանք արդյունքներ, ելույթներ ելված, Հայաստան էր այդ խմբի անունը, իրանք էին որոշել, որից հետո ինչ-ինչ պատճառներով քչացավ երեխաները, չմանացնամ ինչի համար, ցավոք սրտի, հետո ինձ խորտվեցին, տարանցանոթացեցի եւս մեկ այլ միության, որը ես նոր էի, ոչ գրեթե ոչ մեկին չեմ ճանաչում։ Սկսեցինք համագործակցել այնտեղ պարային խումբ ստեղծեցինք, դասավանդեցինք, բամա եւ եկավ պահը, որ պետք է ելույթ ունենանք, երեխաներին հարցրեցի անունը ինչ կուզենաք։ Եվ այդտեղ որոշեցին դնել անունը Հայորդի, որից հետո հիմնեցինք Սանտա Կոլոմայում, որպեսզի երեխաները վազքի մեջ չլինեն, այնտեղից գան ստեղ, այնտեղ, նույն սկզբունքով էլ Սանտա Կոլոմայում, երբ որ եկավ ելույթի ժամանակը, հարցրեց երեխեք ինչ կուզենաք, խմբի անունը, որոշեցին Հայք։ Հետո որոշ ժամանակ հետո տարբեր պատճառներից ելնելով, տարբեր հանգամանքներից ելնելով, նենց եղավ, որ ես որոշեցի, որ արդեն հիմնեմ առանձին պարային կենտրոն։ Երբ որ ես առանձնացա, բոլորը կենտրոնացան այդ մի վայրում, բայց հայորդիներից մի քանիսը մնացին տվյալ տարածքում, հայորդին մնաց այնտեղ եւ այդ Հայքը դառավ այդպես շարունակական ու մնաց Հայք անվանումը, որը որ ընտրել էին իմ սաները, որի համար շատ ուրախ եմ, բայց շատերը շփոթում են իմ անվան հետ։ Նույնիսկ ինձ դիմում են Հայքով։ Ճիշտ է, ես ուղղում եմ, որ Հայքը դա հին Հայաստանն է, ոչ թե ես եմ։ Հայկ, իսկ պարային համույթը ստեղծելու նպատակը միայն պարոս ուսանելն էր, թե այլ առաքելություն ունեիր։ Նախ առաջինը իմ նպատակը նա էր, որ Սփյուռքում, կոնկրետ Բարսելոնայում ապրող մեր երեխաներին տալ հայկական մշակույթը, պարարվեստը, այդ մթնոլորտը ճանաչեն, իմանան մեր պարերի մասին, ինչի՞ չէ ներկայացնենք տարբեր ազգերին, որ իրանք էլ տեղյակ լինեն, որպեսզի չմոռանան, չկորցնեն մեր արվեստը, մեր մշակույթը, նպատակս դա է, որ համախմբել երեխաներին, մեկը մյուսին ճանաչելով, ճանաչեն, շփվեն եւ միաժամանակ ունենանք մշակութային կենտրոն, եւ որով էլ կարող ենք ներկայացնել օտար ազգերին, որը որ մեզ մոտ ստացվել է, ինձ թվում, հա։ Ստացվել է։
իսկ բացի պարից Հայք ասոցիացիայի շրջանակներում ինչ ծրագրեր եւ նախաձեռնություններ ես իրականացնում։ Հայք ասոցիացիայում մի ժամանակ կար եւ դպրոց լեզվի, շախմատ, դաշնամուրի դասընթացներ, մի քանի տարբեր դասընթացներ, հետո ընթացքում հասկացանք, որ երևի ավելի լավ է կենտրոնանանք մի բանի վրա ու անենք լավ։ Թողեցինք պարը, որը որ դա իմ մասնագիտությունն է։ Իսկ ծրագրերի հետ կապված ծրագրեր հիմնականում անում ենք միջոցառումներ, սկսված մեր հենց դպրոցի միջոցառումները տարբեր տեղեր եւ համագործակցում ենք մեր հայ արտիստների հետ Հայաստանում։ Հրավիրում ենք ստեղ, դա շատ օգնում է մեր երեխաներին, նրանք նաեւ եւս մասնակցում են տվյալ միջոցառումներին, բնականաբար մեր երեխաները հայ աստղերի հետ ելույթ ունենալուց ավելի ոգևորվում, ոգեշնչվում ու ավելի առաջ են ձգտում գնալ։ Իսկ դու մասնագիտությամբ հայ ազգային պարերի մասնագետ ես, թե այլ պարերի։ Ես ի սկզբանե երբ որ ընդունվեցի պարի, սպորտային պարեր էր։ Բայց մեր ժամանակով դրանք թաքուն էին։ Այն ժամանակ չէր թույլատրվում։ Եվ մենք դրանք թաքցնում էինք հայկական ժողովրդական պարերի ներքո, երբ որ ստուգողներ էին գալիս, փոխում ենք հայկականն էինք պարում, հա։ Նու դա ես այդ ժամանակ 8-9 տարեկան էի, երբ որ հաճախում էի, մեր ուսուցչուհին այդ կերպ պահում էր այդ ժամանակ երկու խումբ կար գործող Հայաստանում, որը մեկը Էջմիածնում էր, մեկը Երևանում էր, բայց գաղտնի էր։ Բայց այսօր Փառք Աստծո նա արդեն զարգացել, մեծացել, իր խոր արմատները ունի։ Միաժամանակ ես պարել եմ եւ սպորտային պարեր, եւ ժողովրդական ազգագրական պարեր, ուսումնասիրել եմ ժամանակակից պարեր, դասավանդել եմ նաեւ Հայաստանում, ունեցել եմ եւ ժամանակակից պարերի խումբ եւ սպորտային պարերի ես ուզում ասեմ ուսումնասիրել ու եղել եմ մեջը տարբեր ոճերի մեջ, խորացված ոչ թե ուղղակի թռուցիկ։ Հայկ, իսկ ինչպես ես ընտրում պարերի ու երաժշտության ցանկը եւ ինչպես ես համադրում ժամանակակիցը եւ ավանդականը։ Լավ հարց է, ամպագորգոր չեմ ուզում։ Թվա ուրեմն իմ համար sense է։ Երբ որ ես երաժշտությունը լսում եմ, եթե անմիջապես ինձ հոգեհարազատ եղավ կպավ իմ մտավ իմ ներս, անմիջապես իմ մոտ ծնվում է պարի բեմադրությունը։ Ինձ ներշնչում է երաժշտությունը, թե ինչ բեմադրեմ։ Երբեք չեմ առաջնորդվել այն բանով, որ շատերը կան, որ բեմադրում են ուրիշների բեմադրությունները, բան ես չեմ կարող նման ձև։ Պետք է լինի իմ ձեռագիրը, ես տալիս եմ երաժշտությանը այն պարը, որը որ ես եմ զգում իմ մարմնի վրա, հա, ես ինչ կուզենայի տեսնել այդ երաժշտության տակ ու բոլոր բեմադրությունները իմն է։ Իսկ ոնց եմ համադրում ժամանակակիցը եւ ժողովրդականը, մի քիչ առաջ ասացի, որ ես մասնագիտացվել եմ եւ ժողովրդական եւ ժամանակակից եւ սպորտային պարերի մեջ, ստացվում է, չգիտեմ, երևի հաստատված բան է, չգիտեմ, անկախ ինձանից է ստացվում։
Հայկ, բոլոր բեմադրություններն ասացիր, որ դու ես անում, բայց հնարավոր է նաև, որ մոտ ապագայում ցանկում լինեն նաև մեր ազգային ավանդական պարերը ուսուցանվեն։ Ունենք մի պար պոպուրին, դա մեր ազգագրական պարերի շարքերից մեկն է։ Բնականաբար լինելու է նաև մի շարք ազգագրական պարերի ցանկ, բայց ինչի չեմ ուզում այս պահին շատ խորացված բան անենք, դրա մեջ լինենք, քանի որ Սփյուռքում հայ երեխաներին համախմբել հայկական կենտրոններում մի քիչ շատ դժվար է։ Դրա համար ես ավելի շատ մտածում եմ տարբերակներ, որ երեխաներին մի փոքր կարողանանք պահենք եւ դրա հետ մեկտեղ նաեւ տանք ազգագրականներ կամաց ներկայացնենք, որ իմանան համ ժողովրդականը, համ բնականաբար ես ինչ որ իրենց օրացնում եմ, դա հայկական ժողովրդական ոչն է, հա, բայց դուրս չեմ թողում ազգագրականը։ Հայկ, որ տարիքից կարող են հաճախել պարի երեխաները, քանի սան ունի հայկ պարային համույթը եւ շաբաթական քանի օր է պարը։ Երեխաները կարող են հաճախեն 3 տարեկանից։ Փառք Աստծո, այս սերունդը, որ շատ ակտիվ է ու շատ շուտ վերցնում ամեն ինչ, դրա այդ իսկ պատճառով 3 տարեկանից կարող են հաճախել, բնականաբար 3 տարեկանում նրանք այնց բաներ չեն սովորում, որ ասես ինչը որ կսովորի մի քանի տարի մեծը կամ մյուսը, բայց նրանց մեջ հիմքը շատ լավ ու ճիշտ կնստի հետագայում իրենք ավելի որակավորվելու համար։ 3 տարեկանից սկսած անսահմանափակ պարանենց բանա, որ բոլորը կարող են մասնակցել։ Այժմ պատերազմից ու կովիդից հետո մի քիչ քչացել է քանակը մեր երեխաների։ Հիմա ունենք մոտավորապես ես երբեք չեմ հաշվում երեխաների քանակը, եթե չեմ սխալվում, մոտ 25 երեխա են, 25-ից 30 սան են, մեծեր փոքրերով։ Շաբաթական մենք դասավանդում ենք 2 օր։ Դա ամենամինիմալն է, որ պետքա լինի պարարվեստի մեջ, այսինքն մենք պարարվեստով զբաղվելու համար գոնե 3 օր պետքա, որպեսզի երեխան հասցնի Մարսի, վերցնի Մարսի ու զարգացնի։ Բայց քանի որ գիտենք Եվրոպայում ապրելով շատ զբաղվածությունը շատ է ու իրանք շատ բաներում են մասնակցում, ես փորձեցի 2 օրվա մեջ տեղավորվեմ, բնականաբար մի փոքր շատ ժամերով։ Մենք պարապում ենք շաբաթական 2 օր, օրը ժամուկեսից 2 ժամ։ Ուրբաթ եւ շաբաթ օրերին, չէ՞։ Ուրբաթ եւ շաբաթ օրերին, հա, որպեսզի հարմար լինի։ Ընդունելությունը ամեն սեպտեմբերին է լինում, թե տարվա ընթացքում ծնողները կարող են։ Չէ, բացարձակ ընդունելությունը մեր դռները բաց է։ Ցանկացած ամսվա, ցանկացած շաբաթվա, ցանկացած օրվա մեջ, անկախ դրանից երեխան նոր է թե հին, մենք տարբերություն չենք դնում, փորձում ենք նոր երեխային էլ միայն մոտեցում ցույց տալ, որպեսզի գա հասնի մյուս երեխաներին, տարբերություն չկա։ Հայկ, մինչ այժմ ինչ միջոցառումների եք մասնակցել դուք ձեր սաները, իսկ ոչ միայն Իսպանիայում, այլև արտերկրում։ Արտերկրից շատ հրավերքներ եմ ունենում, բայց ցավոք սրտի չեն կարողանում գնանք մասնակցենք, որովհետև երեխաների մեջ կան ոչ կեցության թուղթ ունեցող երեխաներ, բնականաբար չեն կարող դուրս գանք ու մի քիչ էլ հնարավորության հետ կապված խնդիրները, որը որ մենք բարերարներ է պետք, որ մի փոքր էլ իրանք աջակցեն, որպեսզի գնանք։ Օրինակ ես ամեն տարի հրավերք եմ ստանում թե Բուլղարիայից, թե Գերմանիայից, թե Հունաստանից, Լեհաստանից, հա, մեծ համահայկական փառատոների, բայց ցավոք սրտի չեն կարողանում գնանք, որովհետև ասացի պատճառները, խմբում
ժամանակ մեծերից մեջ կան երեխաներ, ովքեր թղթի խնդիր ունեն, չեն կարող։ Իսկ քիչ քանակությամբ գնալ ու լավ չներկայանալ, դա այդ իմ սկզբունքների մեջ չի մտնում։ Իսկ Իսպանիայի մեջ շատ տեղեր ենք եղել, Ալիկանտե, Արնեդո, Lloret de Mar երևի շատ անգամ այնտեղ մարդիկ կան, մեզ արդեն դեմքով էին ճանաչում։ Կաստելդեֆելս, Հուելի, ուստեղ ունեմ այդ քաղաքների պարգևատրումները քաղաքապետարաններից եւ այլն։ Այսպես ու հիմա պատրաստվում ենք էլի մաքսիմալ մեծ քայլերով գնալ տարբեր տեղեր մեզ ներկայացնել ու Փառք Աստծո մեզ շատ լավ են ընդունում ամենտեղ։ Այդ հարցն էի ցանկանում տալ, ինչպես է արձագանքում ոչ հայ համայնքը, տարբեր համայնքներ, նույն տեղացիները, իսպանացիները, մեր ազգային պարերին, մշակույթին եւ արդյոք իրենց հետաքրքրում է։ Մի հատ հետաքրքիր դեպք հիշեցի հենց այս պահին, որ ասացի Lloret de Mar քաղաքում շատ ենք ելույթ ունեցել, որ պատրաստվում ենք հերթական մեր ելույթին։ Մենակ չգիտեմ ինչ պատճառներով մեզ թողել էին մոտավորապես վերջում, որ ելույթ ունենանք։ Մի քանի իսպանացի մեզանից տարիքով մարդիկ մոտենում էին, ասում են, գնանք ձեր համար երբ ալինելու նային գնանք, էլի սպասում ենք ձեր ելույթների, որտեղ անցած տարի ենք տեսել, սպասում ենք նորություն կա։ Ու դա ինձ շատ ոգևորեց։ Շատ լավ են արձագանքում, որտեղ որ ելույթներ ենք ունենում, բոլորը շատ լավ են արձագանքում, ուրախություն մեզ տարբեր ազգեր, անկախ նրանից իսպանացի կլինի, թե տարբեր Բարսելոնայում ապրում են տարբեր ազգեր, շատ այս վերջում էլ ապրիլի 26-ին, որ մեր խմբի տարեկան համերգն էր, հրավիրված էին ջուստ կուսակցության գրեթե բոլոր վերնախավը, նաև ներկայ էին ազգային ժողովի պատգամավորներ, Կատալոնիայի, եթե չեմ սխալվում, օտարերկրացիների բաժնի ղեկավարը, որը որ ելույթ ունեցավ վերջում էլ, 3 ժամանոց հայկական միջոցառմանը ներկա գտնվել ու չզգալ, թե ոնց անցավ իրանց համար, դա արդեն գնահատականն է նրա, որ մեզ շատ լավ են ընդունում։ 3 ժամ անցկացրեցին, շատ ուրախ, մեր հետ պարեցին, ուրախացան, երգեցին, շատ ուրախ եմ նրա համար։ Հայկ, քեզ նկարագրում են որպես շատ խիստ անձնավորություն, չէ՞։ Կատենց բան։ Ըստ քեզ այդ չափ խստությունը արդյունավետ է։ Միգուցե ինձ վերագրում են չափի շատ խստության մեջ, բայց չէ, դա այդպես չի։ Խստությունը, այո, շատ է օգնում եւ կարգու կանոնին եւ որակին, բայց բնականաբար խստությունը պետք է լինի չափի մեջ։ Ինձ թվում է ամեն ինչն է չափի մեջ ճիշտ։ Չափից ավելի խստությունը կբերի ավելի վատ արդյունքների։ Բնականաբար առանց խստության էլ չի լինի։ Որն է այն արժեքը, որ ամենաշատն ես ցանկանում տալ սաներիդ։ Հայ մնալը։ Իրանց գեներից չհեռանալը ու լինել հպարտ, որպես հայ։ Որոնք են ամենամեծ դժվարությունները, որոնց բախվել ես անցած ճանապարհիդ։ Շատ են, բայց ուրախությունից կարողացել եմ հաղթահարեմ։ Ու ինձ թվում է դեռ հələ էլի լինելու են դժվարություններ, որին պետք է հաղթահարենք։
Իսկ ո՞րն է ամենահիշարժան ելույթը, որ երբևէ ունեցել է Հայք միությունը։ Իմ համար ամենահիշարժան ընդհանրապես միջոցառումը ես կասեմ, ոչ թե ելույթը, որովհետև իմ համար բոլոր ելույթներն էլ հիշարժան են ու իմ համար ամեն մեկը յուրովի են։ Բայց հիշարժաններից կասեմ, որ ուրեմն 19 թվականին երբ քարորիա պատերազմի հերոս տղաների նվիրված միջոցառում արեցի Բարսելոնայում, ուրեմն Հայաստանից պատվիրակություն էր հրավիրված մոտ 11 հոգուց, որից 3-ը հենց քարորիա մասնակից հերոսներն էին։ Մյուսները երգիչ հայտնի երգիչներն էին մեր հաղորդավար Վարդան Թադևոսյան իմ լավ ընկեր, բոլոր իմ ընկերներն էին ու մեծ շուկով էինք անում դա այդ ամեն ինչը, ուրեմն մոտ 1000 հանդիսատես էր հավաքվել ու եկավ վերջի օրը, որ դահլիճը հրաժարվում է մեզ տալու դա, պատճառաբանելով, որ Ադրբեջանի ներկայացուցիչները բողոքի բան են ներկայացրել, որպեսզի չկայանա։ Մենք ամեն ինչ արեցինք բնականաբար միջոցառումը կայանալու համար, Փառք Աստծո կայացավ ու տպավորությունը էր, որ այդ միջոցառման օրը մի խումբ ադրբեջանցիներ իրանց պաստառներով եկել էին ցույց էին անում մեր դահլիճի դիմաց, պրովոկացիա էին անում, որպեսզի բախումներ լիներ ու չկայանար այդ միջոցառումը, բայց իրանց մոտ չստացվեց, ի ուրախություն մեզ շատ լավ եղավ, չգիտեմ, բոլորի մոտ էր տպավորված այդ օրը։ Հայկ, ինչ նախագծեր ես ցանկանում իրականացնել, որոնք դեռևս չես իրականացրել։ Այս պահին քննարկում ենք մեր Հասմիկ Թորոսյանի հետ, Թորոսյան Գրիգորյան, մեր շատ սիրելի ընկերոջ հետ, Ալիկանտեի, այո, Սփյուռքի հանձնակատար Իսպանիայում, իմ վաղեմի ընկերն է։ Մի ծրագիր ենք մշակում ու ուզում ենք ի կատարածենք Իսպանիայում գործող բոլոր պարային խմբերի միջոցառում հրավիրենք, փորձի փոխանակում կլինի դա, մեկը մյուսի հետ ծանոթանալ կլինի դա, իրար ճանաչել կլինի, իրար օգնել կլինի, հա, ամեն ինչը մի տեղում կլինի։ Ինձ թվում է դա նաև կօգնի զարգացնել տարբեր քաղաքներում պարարվեստը։ Մեր նպատակը դրան է ուղղված, որպեսզի լինի դա համախմբենք ու իրար օգնելով տարածենք այս կոպիտ ասած հիվանդությունը լավ է։ Ես նաև կարծում եմ, այստեղ հավելեմ, որ մեր պարային խմբերը, ինչպես այլ համայնքներում, կարիք ունեն բարերարների, որովհետև տեսնում եմ, որ պարային խմբերի մեծամասնությունը մեր ազգային տարազները, ազգային զարդանախշերը ճիշտ չեն կրում ու իհարկե դա ահռելի գումար է, քանի որ կտորներն էլ են թանկ եւ այլն, ու ըստ իս պարային խմբերը պետք է նաև համագործակցեն տվյալ մասնագետների հետ, ինչ ես կարծում դու, ասենք շորը կարելիս կամ այլ մանրուքներ հաշվի առնելիս աքսեսուարները, որ լինեն մեր ազգայինը, իհարկե դա ոչ բոլոր ծնողները կարող են իրենց թույլ տալ այդ ամեն ինչի համար վճարել, այդ պատճառով ես կարծում եմ, որ բարերարները նաև անհրաժեշտ են նման բաների համար, նաև որ բարերարները հոգան նաև ծախսը, չէ, որ մի երկրից մյուս հայկական մշակույթը ներկայացնելու համար եւ այլն, արդյոք պատրաստ ես, չէ, դու ընդունել այդ բարերարների աջակցությունը, հայք, որ կարողանան, չգիտեմ, ավելի ճիշտ մատուցել մեր ազգայինը։ Շատ ցավոտ թեմա բարձրացրեցիր, Անի ջան, շնորհակալություն դրա համար։ Բարերարների դերը պարարվեստում շատ մեծ է ու կարիքը շատ կա իրականում։ Այո, ցավոք սրտի շատ երկար ժամանակներ այդ զարդանախշերն, տարբեր բաները որ կա, որ մենք ցավոք սրտի նույնիսկ դեռ Հայաստանում այդքան զարգացած չէր, վաճառում էին կտորներ հայկական նախշերի տակով, բայց որը որ մերը չի եղել։
բնականաբար շատ խմբերել տեսնելով դա որպես հայկական նախշ վերցրել օգտագործել են իրաց էլ չի կարելի մեղադրել ու կամ բանանել, բայց հիմա քննադատում են շատ, հա, մասնագետներ կան, ովքեր որ հետաքրքրված են ու հետևում են ու քննադատում են Ես կասեի, որ քննադատելու փոխարեն կապ հաստատեն տվյալ կազմակերպիչների, կազմակերպությունների հետ խորհուրդ տալ օգնել, որպեսզի ուղղեն իրանք դրանք, քանի որ բնականաբար կարող է չիմանան, որտեղ դրա համար պետք է խորացված, մասնագիտացված լինես դրա մեջ։ Դա այդ կողմից իսկ բնականաբար այսօր քանի որ շատ դժվար է ձեռք բերել նման զարդանախշեր հագուստների համար, բնականաբար դրանք կարվում են ձեռքի աշխատանքով, իսկ դա այո շատ թանկ հաճույք է, որի համար ոչ բոլորը հնարավորություն ունեն այո ձեռք բերել, այդ իսկ պատճառով ես կխնդրեի, եթե կտեսնեն մարդիկ, ովքեր որ հնարավորություններ ունեն, կոչ կանեմ ու կխնդրեմ աջակցեն պարային, անկախ դրանից մերը կլինի թե տարբեր որից ինչ-որ մի տեղի պարային խմբերի, աջակցեն օգնեն, որպեսզի ճիշտ գեղեցիկ հագուստերով կարողանան երեխաները ելույթ ունենան ու օգնեն, որպեսզի կարողանան շատ տեղեր ներկայացնել մեր ազգայինն ու մեր մշակույթը, դա մեր պարծանքն է։ Հայկ, մեկ նախադասությամբ, ինչ է հայքը քեզ համար։ Ես ապրում եմ հայքով։ Հայկ, քեզ համար պատրաստել ենք բլից կարճ հարցեր, կխնդրեմ հակիրճ պատասխանել բլից հարցերին։ Ամենադժվարն դա։ Սիրված հայկական պար։ Յարխուշտա։ Պարը քեզ համար։ Ապրելաձև։ Եթե չլինեիր պարուսույց, ապա Եթե չլինեի պարուսույց, շատ եմ սիրում դերասանական դերասան։ Որն է քո ամենաուժեղ կողմը։ Մարդու ներելը։ Ինչ որ բան, որ մարդիկ չգիտեն քո մասին։ Շատ բան կա։ Չասեմ։ Ինչն է քեզ ստիպում հպարտանալ ամեն անգամ նայելով քո սաներին։ Արցունքը իրանց։ Հավատում ես հաջողությանը, թե տաղանդին։ Երկուսը մեկում։ Ինչ ես կարծում, ով է քեզ ամենաճիշտը հասկանում այս աշխարհում։ Մայրս։ Ինչն է քեզ ստիպում ամեն անգամ նորից կանգնել բեմի վրա։ Սերը դեպի պարը։ Եթե կարողանայիր մի բան փոխանցել յուրաքանչյուր սփյուռքահայի, ինչ կասեիր։ Եղեք ձեր արմատներում, մի մոռացեք ձեր ինքնությունը, սիրեք ձեր մշակույթն ու ձեր եկեղեցին։ Շնորհակալ ենք Հայկ ջան հրաշալի հարցազրույցի համար։ Ես եմ շատ շնորհակալ։ Սիրելի հետևորդներ, մենք տեսնում ենք ձեր ակտիվությունը սոցցանցերում եւ YouTube-յան ալիքում, շարունակեք ակտիվ լինել եւ նաեւ չմոռանալ ձեր հանգանակությունը անել նշված հեռախոսահամարին եւ հաշվեհամարին։ Շնորհակալություն։ Բա